Ողջույն բոլորին։ Շարունակում ենք մեր Աստվածաշնչի հերթական ճամփորդությունը։ Ծննդոց 18-19 գլուխներն ենք այսօր սրբելու։ Անցած անգամ խոսեցինք Աբրահամի ուխտի, Հագարի և նոր անունների մասին։ Այսօր երկու շատ տարբեր տեսարան ենք տեսնելու։ Մեկը Աստծո հետ ամենամտերիմ զրույցը, մյուսը ամենամութ դատաստանը ծննդոցում։ Աբրահամը կեսօրի շոգին նստած էր վրանի մոտ, երբ հանկարծ 3 անծանոթ մարդ հայտնվեց։ Ծննդոց 18-1-2-ը նա վազեց դիմավորելու, խոնարհվեց, ջուր բերեց, հաց պատրաստեց և հորդ մորթեց, արևելյան հյուրընկալությունը ամբողջությամբ կարծես թե կատարեց։ Սրտից եկող ծառայություն։ Հյուրերից մեկը ասեց. Սառան որդի կունենա հաջորդ տարի այս ժամանակ։ Սառան լսեց և ծիծաղեց։ Ծիծաղը հասկանալի է, երկուսն էլ ծեր են, մարմինը վաղուց անցել է այն տարիքը։ Բայց հյուրը հարցրեց. միթե տիրոջ համար անհնարին բան կա։ Այս հարցը մինչև օրս կենդանի է։ Ամեն անգամ, երբ մեր իրավիճակը անհնար է թվում, հետո մի բան եղավ, որ շատ հուզիչ է։ Տերը ասեց. միթե ես Աբրահամից կթաքցնեմ այն, ինչ որ անելու։ Ծննդոց 18-17։ Աստված իր ծրագիրը կիսում է Աբրահամի հետ, ոչ ծառայի, այլ ընկերոջ հետ խոսելու ձևով։ Հիսուսն ասեց. ձեզ այլևս ծառա չեմ համարում, այլ ընկերներ։ Հովհաննես 15:15։ Աղոթքը ընկերության լեզուն է։ Եվ հետո սկսվում է ամենաքաջ բանը ծննդոցում։ Աբրահամը մոտեցավ Աստծուն և ասեց. միթե կկործանես արդարին մեղավորի հետ, եթե 50 արդար կա, կպահես քաղաքը։ Կպահեմ։ Եթե 45, 40, 30, 20 կպահեմ։ Իսկ եթե 10 կպահեմ, նորից հնչեց Աստծո ձայնը։ Աբրահամը կանգ առավ 10-ի մոտ։ Գուցե մտածում էր, որ ողբի ընտանիքը 10 հոգի կլինեն փեսաներով, բայց 10 արդար չկար Սոդոմում։ Երկու հրեշտակը Սոդոմ մտան երեկոյան։ Ողբը նրանց դիմավորեց, տուն հրավիրեց, գիշերը Սոդոմի բոլոր մարդիկ, երիտասարդ և ծերեր շրջապատեցին տունը։ Կարծես թե ամբողջ քաղաքը։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակ էր հասել Սոդոմը։ Ողբը գնաց փեսաների մոտ և ասեց. փախեք, Տերը կործանելու է այս քաղաքը։ Փեսաները ծիծաղեցին։ Ահա թե ինչ է անում մեղքը, կուրացնում է, մինչ վտանգը դռան մոտ է կանգնած։ Լուսաբացին հրեշտակները ձեռքը բռնեցին Ղովտի կնոջ և 2 աղջիկների։ Տիրոջ ողորմությամբ հանեցին նրանց դուրս։ Ղովտը ինքն ուշ էր ընկնելու։ Աստծո ողորմությունը նրան հանեց։ Ոչ Ղովտի արժանիքով, Աստծո ողորմություն։ Ինչպես մենք Եփեսացիս 2:8 կարդում ենք. Կինը հետ նայեց և դարձավ աղի սյուն։ Հիսուս ասեց. հիշեք Ղովտի կնոջը։ Ղուկասի 17:2։ Մարմինը դուրս էր, բայց սիրտը դեռ ներսում էր մնացել։ Կարելի է ֆիզիկապես փախչել մի վայրից, բայց սրտով դեռ կապված մնալ։ Աբրահամը առավոտյան նայեց Սոդոմի կողմը, ծուխ էր բարձրանում, ինչպես հնոցի ծուխ։ Ուզում եմ մի բան ասել Հիսուսի մասին այս գլուխներում։ 18-րդ գլխի 3 հյուրերից մեկը Տերը
Հիսուսը ինքն էր։ Աստծո հայտնություն մարդու կերպով։ Թեոֆանի Հովանու 1:18 ասում է. Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, որդին նրան հայտնեց։ Այսինքն Աբրահամի հետ խոսած հացը Հիսուսն էր։ Մարմնավորումից առաջ։ Եվ Հռոմեացիներից 8:34 ասում է. Հիսուսն Աստծո աջ կողմում կանգնած բարեխոսում է մեզ համար։ Ինչպես Աբրահամը կանգնեց Սոդոմի փոխարեն, Հիսուսը կանգնած մեր փոխարեն։ Մի բան կա, որ ուզում եմ մտքում մտնել այս գլուխներից։ Աստված Աբրահամի բարեխոսությունը լսեց, մինչ վերջ լսեց։ Ղովտին փրկեց ոչ թե Ղովտի արժանիքով, այլ Աբրահամի բարեխոսության պատճառով։ Ծննդոց 19:29 Քո և իմ աղոթքը ուրիշի կյանքը կարող է փոխել։ Հարցն ես բոլորիս։ Ունես մեկը ընտանիքում, բարեկամների մեջ, ում համար բարեխոսում ես Աստծո առջև։ Թե Ղովտի փեսաների նման լրջություն չեք ընդունում։ Գրեք մեկնաբանություններում ձեր մտքերը և եկեք ավարտենք աղոթքը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր բարեխոսն ես Հոր առջև։ Օգնիր մեզ կանգնել ուրիշների փոխարեն, ինչպես Աբրահամը կանգնեց, և օգնի մեր սրտերը ամբողջությամբ դուրս գա Սոդոմից։ Ոչ միայն մարմնով, այլ սրտով։ Մենք բոլորս քո կարիք ունենք, Հիսուս։ Ամեն։ Սիրելիներ, այսօր ավարտեցինք այսքանով, եթե օրհնվեցիք և դեռևս բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք և շարունակենք միասին մեր ճամփորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ գլուխներում։